ունենք, հարգելի գործընկերներ, շարունակում ենք քննարկել օրակարգի հարցերը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին ներկայացնելու համար ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։ Համեցեք, պարոն Աբրահամյան, մինչև 10 րոպե ժամանակ ունենք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ներկայացնել ազգային ժողովի նախագահի թեկնածու, ճանաչված իրավաբան, բազմաթիվ քաղբանտարկյալների ազատության համար պայքար մղած եւ ազատություն բերած պաշտպան, իրավապաշտպան, Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Արամ Պողոսի Վարդևանյանի կենսագրությունը։ Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում, երևանցի է։ Նրա մասնագիտական ուղին հիմնված է հիմնարար կրթության եւ բարձր պատասխանատվության վրա։ Կրթության մասին 2009 թվականին Արամ Վարդևանյանը ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, քրեական իրավունք եւ քրեական դատավարության մասնագիտությամբ։ 2011 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան քրեական իրավունք մասնագիտացումով, 2013 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2014 թվականին ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցն է ավարտել պարոն Վարդևանյանը, ունի փաստաբանի որակավորում, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Պարոն Վարդևանյանը ունի պետական եւ մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Այսպես 2011 թվականին սկսելով իր աշխատանքային գործունեությունը, պարոն Վարդևանյանը եղել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքի վարչության մասնագետ։ 2012 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ։ 2012-ից 14 թվականները պարոն Վարդևանյանը եղել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։ Համոզված եմ բոլորդ հիշում եք պարոն Վարդևանյանի գործունեությունը Սահմանադրական դատարանում որպես ՄԻՊ ներկայացուցիչ եւ հանրօգուտ եւ իօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նախաձեռնած լայնածավալ աշխատանքը։ 2013-ից 19 թվականը Արամ Վարդևանյանը զբաղվել է ակտիվ գիտահետազոտական գործունեությամբ։ Եղել է Հայաստանում ամերիկյան համալսարանի, հայ-ռուսական սլավոնական համալսարանի, քրեական իրավունքի եւ քրեական դատավարական իրավունքի եւ սահմանադրական իրավունքի ամբիոնների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի դասախոս։ 2014-ից 16 թվականները եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։ 16-ից 17 թվականները եղել է վարչապետի օգնական, Հայաստանի Հանրապետության վարչապետի, 2017-ից 18 թվականները Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական։ 2018-ից 21 թվականները պարոն Վարդևանյանը հիմնադրել է JP Justice and Protection, փաստաբանական գրասենյակը, եղել է հիմնադիր տնօրենը եւ փաստաբանը։ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին պարոն Վարդևանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ իր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները դադարել է։ 2022 թվականի դեկտեմբերի 15-ից պարոն Վարդևանյանը վերադարձել է իր կողմից հիմնադրված JP փաստաբանական գրասենյակ եւ շարունակել է փաստաբանական գործունեությունը։ 2023 թվականին Կենտրոնական բանկի որոշմամբ 27/12/2023 թվականին ընդունված որոշմամբ պարոն Վարդևանյանը նշանակվել է Նայիրի ապահովագրական ընկերության խորհրդի անդամ։
2025 թվականի օգոստոսից 26 թվականի օգոստոսի 1-ը պարոն Վարդևանյանը եղել է Տաշիր կապիտալ ընկերության գլխավոր իրավաբանը։ Պարոն Վարդևանյանը 2014 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի խորհրդականի կոչում, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագծի եւ սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ, սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ։ 2018 թվականին պարոն Վարդևանյանը պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով, 22-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Պարոն Վարդևանյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։ Հայերենից բացի գերազանցությամբ տիրապետում է ռուսերեն լեզվին, գերազանցությամբ տիրապետում է անգլերեն լեզվին։ Համոզված եմ, ես ճանաչելով պարոն Վարդևանյանին շուրջ 20 տարի, որ որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, պարոն Վարդևանյանը իր ամբողջ ներուժը, գիտելիքները ու փորձը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օրինականության, իրավունքի գերակայության եւ պետական շահերի պաշտպանության գործում։ Շնորհակալություն։ Իսկ հիմա եթե ունեք հարցեր, ուրախ կլեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հերթագրվել է 6 պատգամավոր Սարգիս Խանդանյան։ Բարի լույս արգելի գործընկերներ, հարցս պարոն Վարդևանյանի վերաբերյալ չէ, պարոն Վարդևանյանին վերաբերող հարցերը իրեն կուղենք։ Պարոն Աբրահամյան, ձեր խմբակցության ղեկավարը, դուք անդամները 5 օր շարունակ խուսափում են անդրադառնալ այս հարցին եւ հաշվի առնելով, որ սա առաջին հնարավորությունն է ուղիղ ձեր խմբակցության ներկայացուցիչներից որևէ մեկին հարց ուղղել, ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր դիրքորոշումը ձեր խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի սակրավորների վերաբերյալ արված հայտարարության, ես կհիշեցնեմ, թե ինչ է ասել Էդգար Ղազարյանը, արդեն երկրորդ դեպքն է, որ այս սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում, մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին, ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Պարոն Աբրահամյան, դուք ողջունում եք այս հայտարարությունը, դատապարտում եք այս հայտարարությունը, դուք պատասխանատու եք որպես քաղաքական թիմ այս հայտարարության համար, որն է ձեր դիրքորոշումը եւ արդյոք այս հայտարարությունը հաշվի առվել, երբ պարոն Ղազարյանը ներառվել է ձեր համապետական նախընտրական ցուցակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խանդանյան, ես չգիտեմ 3 դահլիճում ներկա եք թե ոչ, պարոն Էդգար Ղազարյանը իր ելույթում նշեց, որ տվյալ հարցի առնչությամբ տվյալ հարցը հնչել է մինչև պարոն Էդգար Ղազարյանի ուժեղ Հայաստան կուսակցության անդամ դաշինքի կազմ ներառվելը, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցված հարցադրմանը, ընդհանրապես ցանկացած մարդու կյանք արժեք ունի եւ բարձրագույն արժեք է եւ ցանկացած մարդու կյանք պետք է գնահատել եւ նման հայտարարությունները, ինչպես օրինակի համար ինչու՞ չէ զոհվել պատերազմում, դրանք անընդունելի են։ Բնականաբար ցանկացած հայ մարդու կյանք եւ ընդհանրապես ցանկացած մարդու կյանք արժեք ունի, բացարձակ արժեք է։ Ինձ թվում է ես պատասխանեցի ձեր հարցին, իսկ ընդհանրապես ինձ համար, որպես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ համոզված եմ մեր խմբակցության, մեր կուսակցության, մեր դաշինքի անդամ բոլոր քաղաքացիների համար մարդու կյանքը բացարձակ արժեք է։ Պարոն Էդգար Ղազարյանը ասել է, որ իր հայտարարությունը կոնտեքստից կտրված է եւ նա այդ հարցին կանդրադառնա հետո առանձին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Աբրահամյան, այս հայտարարությունը շատ հստակ եւ սպառիչ է եւ առնվազն մեր եւ հանրության ակնկալիքն է, որ գոնե Էդգար Ղազարյանը կամ առավել լավ կլիներ ձեր խմբակցությունը ներողություն խնդրեր բոլոր զոհված սակրավորների հարազատներից նման հայտարարության համար։ Արդյոք դուք հորդորել եք ներողություն խնդրել, որովհետև
հնարավոր չի որևէ կոնտեքստից այսպիսի հայտարարություն կտրել։ Այս շատ հստակ հայտարարություն է, որը շատ վիրավորական է բոլոր զինված զինծառայողների եւ մասնավորապես սակրավորների համար։ Պարոն Խանդանյան, ես նախորդ արդեն հնչեցված իմ կողմից պատասխանում նշեցի, որ ցանկացած մարդու կյանք բացարձակ արժեք է, լինի նա հայ, լինի նա ազգությամբ ոչ հայ, լինի բնականաբար մենք հիշում ենք մեր բոլոր զոհերին, ապրիլյան 44-օրյա պատերազմում, 2023 թվականի Արցախի բռնի տեղահանման, Արցախահայերի տեղահանման ժամանակաշրջանում բոլոր զոհերին հիշում ենք նաև ժամանակագրությունը այդ ամեն ինչի։ Եվ պարոն Էդգար Ղազարյանը արդեն ասել է, որ այս հարցին առանձին անդրադառնալու է։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, այսպես ասեմ, մենք էլ ենք սպասում, որ բազմաթիվ հայտարարությունների եւ տեղի ունեցածի համար որոշ քաղաքական գործիչներ ոչ միայն ներողություն կխնդրեն, այլ նաեւ կկրեն քաղաքական պատասխանատվություն, հրաժարական կներկայացնեն եւ կհեռանան քաղաքականությունից։ Շնորհակալություն։ Սոնա Ղազարյան։ Պարոն Աբրահամյան, դուք ընդգծված հպարտությամբ ներկայացնում եք պարոն Վարդևանյանի ինքնակենսագրությունը։ Մարդ, որ ճանապարհ է անցել մինչև ձեր դաշինքի ցուցակում ընդգրկվելը։ Արդյոք նույն հպարտությամբ դուք ներկայացնեք Էդգար Ղազարյանին, շեշտելով իր կողմից արված հայտարարությունը։ Ես հասկանում եմ, որ դուք շատ հմտորեն խուսափում եք ուղիղ հարցի պատասխանից, փորձում եք հիշատակել տարբեր մեր կողմից արված տարբեր շրջանեմ հայտարարություններ, բայց մի բարձ իրողություն կա։ Եվ որ ինչ որ մեկին ընդգրկում եք ձեր ցուցակում, դուք նայում եք իր անցած ճանապարհը, ինչպես ներկայացրեք օրինակ պարոն Վարդևանյանի անցած ճանապարհը, եւ որոշում եք ընդգրկել այդ մարդուն ձեր ցուցակում, թե չէ։ Ինչ որ պահի ի հայտ եկավ հետեւյալ հանգամանքը. Էդգար Ղազարյանը ցանկացել է բոլոր զինվորների մահը, սակրավորների մահը, ավելի ճշգրիտ լինելու համար։ Դուք երբ որ սպասեք ձեր հերթը կգա, երբ որ այդ հարցը, այդ հայտարարությունը ի հայտ եկավ, արդյոք դուք իր հետ քննարկում ունեցել եք այս հարցի վերաբերյալ։ Արդյոք դուք վատ եք զգում, որ ձեր ցուցակում հայտնվել է մի մարդ, ով ցանկանում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, հատկապես Կիրանցի մասում, սակրավորի մահ։ Եվ արդյոք նույն հպարտությամբ դուք կխոսեք այս հայտարարության մասին։ Դա մեկ։ Երկրորդ, քանի որ քննարկվում է պարոն Վարդևանյանի հարցը, արդյոք դուք քննարկել եք եւ ձեզ հետաքրքիր է թե ինչու է պարոն Վարդևանյանը դուրս եկել Հայաստան դաշինքից, վայր դրել մանդատը, չի դուրս եկել, վայր դրել մանդատը, արդյոք դուք գնահատում եք նման ռիսկեր նաև հիմա։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Սոնա Ղազարյան, ես շատ ուրախ եմ, որ դուք փայլուն հիշողություն ունեք եւ հորդորում եմ ձեզ բոլոր հայտարարությունները, որոնք որ հնչում են սկզբից մինչև վերջ լսել, եւ նաեւ ես հուսով եմ դուք լսել եք պարոն Էդգար Ղազարյանի երեկվա խոսքը, նա այդ հարցին անպայման կանդրադառնա։ Ինչ վերաբերում է մեր խմբակցության անդամներին, մենք կուր թիմ ենք, բավական կուր թիմ ենք եւ մենք հպարտանում ենք մեր բոլոր թիմակիցների հաջողություններից։ Ինչ վերաբերում է մեր թիմակիցների կողմից այս կամ այն ժամանակահատվածում եղած հայտարարությունների եւ տարբեր, այսպես ասած, գործունեության հետ կապված, մենք բնականաբար խմբակցության ներսում քննարկումներ ունենում ենք, դա ասում ինչ տեղի է ունենում խմբակցության ներսում, բաներ կան, որ հրապարակման ենթակա են, բաներ կան, որ հրապարակման ենթակա չեն, բայց համոզված եղեք, մենք հետևողական ենք լինելու բոլոր հարցերում, որոնք որ վերաբերում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որոնք որ վերաբերվում են Հայաստան մարտունակության բարձրացմանը, որոնք որ վերաբերում են հայ զինվորի կյանքին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքին եւ բնականաբար ես կրկնում եմ մարդու կյանքը բացարձակ արժեք է եւ նման հարցեր շահարկման առարկա չպետք է լինեն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Սիրելի հայրենակիցներ, եկեք արձանագրենք, որ երեք Էդգար Ղազարյանը ելույթ էր ունենում ֆրակցիա անունից եւ ըստ էության հայտնեց ֆրակցիայի դիրքորոշումը, որը եթե ես ամփոփելիս լինեի, կլիներ հետեւյալը. Սակրավորների մահ ցանկանալու
իմ հայտարարությունը կոնտեքստից կտրված է եւ կան դեպքեր, երբ որ ես կարող եմ ցանկանալ հայ սակրավորի, այլ կերպ ասած հայ մարդու մահը։ Խնդրում եմ նկատել, սիրելի քաղաքացիներ, որ այժմ ելույթ է ունենում ֆրակցիայի քարտուղար պարոն Աբրահամյանը, ով սատարում է Էդգար Ղազարյանի սակրավորին մահ ցանկանալու հայտարարությունը, ասելով, որ կան կոնտեքստներ, եւ որ հայ մարդու մահը կարելի է ցանկանալ, եւ ես սիրելի քաղաքացիներ, հորդորում եմ ձեզ վերից վար լսել Էդգար Ղազարյանի հայտարարությունը եւ հասկանալ, այդ ինչ կոնտեքստում է, որ կարելի է հայի մահ ցանկանալ։ Շնորհակալություն։ Տիկին արձագանք, հա։ Տիկին Սոնա Ղազարյան, վստահ եղեք, համոզված եղեք, մեր խմբակցությունում չկա մեկ մարդ, այդ թվում նաև ես, որ ձեր կողմից շարադրված մտքերի հետ համաձայն լինի, այսինքն ոչ մեկ նման բան չի ցանկանում, ընդհակառակը մենք կանգնած ենք մեր զինված ուժերի կողքին, մենք հայ ենք, մենք կանգնած ենք պարոն Սասուն Միքայելյան, երկրապահ կամավորականի կողքին եւ ձեռնամուխ ենք լինելու, որպիսի ամեն հայ զինվորի, հայ մարդու կյանք գնահատվի եւ չհնչեն հայտարարություններ, թե ինչու է զոհվել։ Ինչը։ Տեղից մի արձագանքեք, ավարտեցիք։ Վոլոդյա Հակոբյան։ Պարոն Աբրահամյան, դուք անընդհատ հղում եք անում պարոն Ղազարյանի երեկվա հայտարարությանը, որ ինքը կանադառնա, բայց ուզում դուք հիշեք պարոն Ղազարյանը ինչ կոնտեքստով անդրադարձավ իր նախորդ հայտարարությունը եւ շատ ցինիկ կերպով դա արեց, արդյոք ձեր ամբողջ խմբակցության մոտեցումն այդ ցինիկ կեսվածքը, որը դրսևորում է պարոն Ղազարյանը, այդ թվում այդ հարցին անդրադառնալիս, երբ այդ ամբիոնից հայտարարում էր, որ ինքը այդ հարցին այնուհետև կանադառնա։ Պարոն Հակոբյան, ես հիշում եմ երեկվա ձեր ելույթը, այստեղից հնչեցված, եւ շատ լավ հիշում եմ ինչ եք դուք ասել, եւ իրականում այնպիսի մոտս տպավորություն էր, որ ոչ թե ազգային ժողովի պատգամավորի ելույթ է, այլ Սիվիկի ամենայն հարգանքով լրագրողի ելույթ է։ Ինչ վերաբերում է ցինիկությանը, եկեք չանդրադառնանք այդ հարցին, երեք միջադեպ է եղել, որը որ օրեր շարունակ դրդվել է ձեր խմբակցության որոշ մի պատգամավորի կողմից, եկեք դրա երեք հնչած հայտարարությունների մասին չխոսենք։ Ինչ վերաբերում է երեք Էդգար Ղազարյանի ելույթին, պարոն Ղազարյանը երեք ելույթում ամեն ինչ ասել է եւ ես կներեք, բայց այդտեղ ցինիկության դրսևորում չեմ տեսել։ Ընդհակառակը շատ կոռեկտ հարգանքով պարոն Ռուբինյանի, պարոն Եղոյանի ծնողների հասցեին հարգանքով լի, հիշողություններով լի հայտարարություններ։ Արձագանք։ Պարոն Աբրահամյան, երբ դուք ասում եք, որ ես չնայած իմ մասին չէի հարցնում, պարոն Ղազարյանի մասին էի հարցնում, բայց որ անդրադարձակ, որ ասում եք լրագրողի հարցի կամ ելույթի էր նման իմ ելույթը, նկատի ունեք ավելի շատ լավներ, թե շատ վատներ։ Նկատի ունեմ լրագրողներին ուզում եք դրանով թիրախավորել, որպես այդպեսին, թե ավելի գերագնահատել պատգամավորների համեմատած։ Ես ճիշտ ասած չհասկացա ձեր գնահատականը իմ ելույթի հետ կապված։ Խնդրում եմ դա էլ բարձրացնեք, որպեսզի մեր լրագրող գործընկերները հասկանան, դա կոմպլիմենտ էր ուղղված լրագրողներին, թե թիրախավորման փորձ։ Լրագրողներին ոչ մեկ չի թիրախավորում, մենք լրագրողների հետ ունենք շատ լավ աշխատանքային գործընկերային հարաբերություններ, ինչ վերաբերում է թիրախավորմանը, դա այն գործունեությունն է, որ որոշ պատգամավորներ տարիներ շարունակ դրանով զբաղված են եղել, պարոն Հակոբյան։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, ապա ըստ էության հիմա քննարկվում է, ընդ որում ես հիշում եմ նաև ազգային ժողովի նախագահության, նորընտիր նախագահության հորդորը, պարոն Արամ Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու հարցը եւ ձեր հարցերը տվյալ օրակարգին, պարոն Հակոբյան, որևիցե առնչություն չունեն եւ ես ձեզ, ինչպես նաեւ ձեր խմբակցության պատգամավորներին, ինչպես նաեւ ազգային ժողովի նորընտիր նախագահությանը
հորդորում եմ հետևողական լինել, ես հիշում եմ երեկվա ելույթները, Ավարտեք։ երբ որ դուք այստեղ կանգնած եք եւ ասում եք դե ըստ էության խոսեք։ Խնդրում եմ հարցերը ուղղել ըստ էության։ Շնորհակալություն։ Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, ես 3 հարց ունեմ։ Արդյոք պարոն Վարդևանյանը հանդիսանում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ թե ոչ։ Արդյոք նա երբևէ հանդիսացել է որևէ այլ կուսակցության անդամ թե ոչ։ Եվ երրորդ, արդյոք նրա ընտրության հարցը դուք քննարկել եք Հայաստան Դաշինքի հետ, թե ոչ, եւ ինչ դիրքորոշում եք ստացել նրանցից։ Շնորհակալություն։ Այսպես պատասխանեմ, պարոն Եղոյան, շատ լավ 3 հարցեր ուղեցիք։ Պարոն Վարդևանյանը ավելի մանրամասն կանդրադառնա իր հաջորդիվ ելույթում։ Ես հակիրճ ասեմ, որ այո, պարոն Արամ Պողոսի Վարդևանյանը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրած Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ է, Հայաստանի Հանրապետությունում գործող Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ է 2016 թվականի փետրվարի 11-ից 26 թվականի երևի։ 26 կներեք։ 26 թվականին այլ կուսակցության անդամ եք, դե լավ, պատասխանեք։ Արձագանք։ Չկա արձագանք։ Երրորդ հարցը որն էր։ Արձագանք։ Արդյոք Հայաստան Դաշինքի հետ քննարկել եք թե չէ նրա ընտրության հարցը եւ ինչ դիրքորոշում ունեն։ Ընտրելու են թե չեն ընտրելու թե։ Պարոն Վարդևանյանը այստեղ ամբիոնից խոսելիս մանրամասն կանդրադառնա նաեւ այս հարցին։ Շնորհակալություն։ Էդգար Ղազարյան։ Պարոն Աբրամյան, մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրի պարոն Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ինչ եք կարծում, ձեր ներկայացման հետ կապված դժվարություններն էին պատճառը, թե այլ խնդիրներ կարող է լինել, որ падգամավորների մոտ այլ տպավորություններ եղավ եւ հիմնական հարցերը վերաբերում էին իմ թեկնածության, այսինքն, բայց իմ թեկնածությունը ոնց որ թե չէր առաջադրվել։ Ես որ խնդրեմ ձեզ, դուք կարող եք մի քիչ ավելի հստակ ձեր խոսքում ընդգծել, որ այս անգամ առաջադրվել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը, որպեսզի падգամավորների մոտ ընկալման խնդիրներ չառաջանան, որովհետև դահլիճի արձագանքը այդ իմաստով է։ Եվ քանի որ ժամանակ կա, ուզում եմ նաև նախագահողին մի հարց տալ, արդյոք ցինիկ եզրույթի որակման գործածումը падգամավորների հասցեին կանոն է այս դահլիճում եւ կարող է հետագայում ունենալ նաև այլ կիրառություններ։ Եվ միաժամանակ նաև խնդրում եմ նախագահողին այսօրվա նիստի կազմակերպումը իրականացնել այն տրամաբանությամբ, որ ես հնարավորություն ունենամ ժամը 16:00-ին գտնվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կենտրոն նստավայրում, որտեղ մեղադրյալի կարգավիճակում իմ մասնակցությամբ կա դատական նիստ։ Շնորհակալություն։ Ավարտեցիք, պարոն Ղազարյան, իրականում ձեր կողմից հնչեցված հարցադրման մասով իրականում լավ կլիներ, որ այդ հորդորը անեի ոչ թե ես, այլ ազգային ժողովի նախագահի տեղակալները, այսքանը։ Արձագանք։ Ես անցած անգամ 3 ընդամենը խնդրել էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարի նախագահին, որպեսզի հաշվառումը իրականացնի այն падգամավորների իրենց խմբակցության, ովքեր այդ խնդրին անդրադառնում էին, ուրախ եմ, որ մեծ արձագանք հաստացել եւ այն падգամավորները, ովքեր որ այդ թեմային դեռ մինչեւ հիմա չէին անդրադարձել, այսօր նորից անդրադառնում են, ուղղակի խնդրում եմ խմբակցության ղեկավարին, եթե այդ հաշվառումը տանում է, երբ ավարտվի աշխատանքները, ինձ ամեն դեպքում դրա մասին տեղյակ պահեք, պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք եւ կվայելեք։ Շնորհակալություն։ Պարոն Աբրամյան, մի հարց էլ ես տամ, դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի, այդ թվում, չէ, կարող եք ուղիղ նայեք, ես ձեզ տեսնում եմ։ Դուք ներկայացրեցիք պարոն Վարդևանյանի նաև քաղաքական գործունեությունը,
Դե բնականաբար ասացիք, որ 2021 թվականին Հայաստան դաշինքի կազմում է ընտրվել падգամավոր, հիմա բնականաբար ուժեղ Հայաստան դաշինքի, իսկ նախկինում մասնակցել է պարոն Վարդևանյանը ընտրություններին որևէ փուլում, եղել է որևէ նախընտրական ցուցակում եւ եթե այո, որ ուժի։ Շնորհակալություն հարցի համար, հարցին առավել քան մանրամասն կպատասխանի պարոն Արամ Վարդևանյանը, պարոն Ռուբինյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես վստահ եմ, որ պարոն Վարդևանյանը կկարողանա այդ հարցին պատասխանի, բայց իմ հարցը ճիշտն ասած ձեզ էր ուղղված, որովհետև ամեն դեպքում ձեր քաղաքական ուժն է ներկայացնում պարոն Վարդևանյանին, նրա քաղաքական ամբողջ կենսագրությանը պիտի որ ծանոթ լինեք։ Խնդրում եմ, եթե գիտեք պատասխանեք, եթե չգիտեք, ասեք, որ չգիտեք։ Այո, ինչպես պարոն Հայկ Կոնջորյանը, որ 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, պարոն Վարդևանյանը եւս եղել է, մանրամասները կներկայացնի հենց պարոն Ես ճիշտ ասած կուսակցության անդամ լինելու մասին չէի հարցնում, այլ նախընտրական ցուցակում ընդգրկված լինելու, բայց շատ լավ, պարոն Վարդևանյանից կճշտենք։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, այժմ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին ելույթի համար հրավիրում եմ կենտրոնական ամբիոնի մոտ, պարոն Վարդևանյան, մինչև 20 րոպե ժամանակ ունեք, համեցեք։